Արդեն մի տարուց ավել էլ Լեգիայի ֆուտբոլիստ եմ։ Շատ մեծ ակումբ է, իմ կարիերայի ամենամեծ ակումբն է։ Շատ պատասխանատու թիմ է, քանի որ ամեն տարի պայքարում ենք ամենաբարձր տեղերի համար, բայց այս տարի թիմի մոտ խնդիրներ կան, նամանավանդ առաջին հատվածում արդյունքները լավ չէին։ Հիմա փորձում ենք պայքարել, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից, բայց գնալով խաղերը քչանում են, արդեն 9 խաղ է մնացել, եթե չեմ սխալվում, պետք է առավելագույնը անենք, որպեսզի այս հավաքականների դատարից հետո կարողանանք առավելագույն միավորները վաստակենք, որպեսզի դուրս գանք այս խնդրի միջից։ Պոգոնյում իմ առաջին լեական ակումբն էր, նոր էր կարելի ասել այդ երկիրը ինձ համար ու հարազատ ակումբ է, միանշանակ այնտեղ շատ լավ օրեր եմ ապրել, իսկ տեղափոխությունից Լեգիա արդեն ծանոթ էի այդ ներքին խոհանոցին, այդ ամեն ինչին, առաջնությանը, ֆուտբոլիստներին ու արդեն ավելի հեշտ տրվեց այդ ամեն ինչը, այդ հարմարվել է, բայց կարող եմ ասել, որ Լեգիայում ավելի բարձր մակարդակի է, թե երկրպագուների պահանջը, թե առջև դրված խնդիրներ։ Սեպտեմբերից Մելիքյանն է մարզիչը ու կարող եմ ասել, որ իր գլխավորությամբ հավաքականը իմ կարծիքով թիմը ավելի կազմակերպված տեսք ուներ, ավելի պայքարող։ Հույսով եմ, որ հենց այս ընկերական խաղերով ու հունիսի ընկերական խաղերով արդեն ավելի շատ այդ փորձը, իրար հետ ավելի այդ կապը ավելի լավ կձևավորվի ու արդեն սեպտեմբերին հենց մեր նպատակին ազգերի լիգայի այդ կարևոր հանդիպումներին լիովին պատրաստ կլինենք, ինչպես մարզիչներ էր ասում, մեր բոլորիս նպատակն է, որպեսզի կարողանանք հաղթել այդ խումբը ու պետք է յուրաքանչյուրս հենց այդպես տրամադրվի, մարզիչը փորձում է հենց վստահությունը հաղթական մտածելակերպը տալ մեզ ու գտնում եմ, որ հենց հիմա հենց իր այդ ավելի ուժեղ ենք ու ավելի ուժեղ կդառնանք ու կհասնենք մեր նպատակին։ Շատ եմ սպասում, որպեսզի հավաքականի ամեն խաղին կարողանամ մասնակցել, քանի որ փոքրուց է երազանք եղել ու միշտ էլ նպատակներիցս մեկն է եղել, որպեսզի մի օր հավաքականի հետ հասնեմ ինչ-որ մի հատ մեծ մրցաշարի ու ճիշտ է, այդ ճանապարհը հեշտ չի, դժվար է, բայց պետք է հավատանք, պետք է աշխատենք ու այս կյանքում անհնարին ոչինչ չկա։ Պատասխանատվությունը հենց առաջի օրվանից եմ զգացել, երբ Հայաստանի հավաքականում եմ եղել ու այդ պատասխանատվությունը մինչև այսօր չի էլ փոխվել, ճիշտ է, հիմա ավելի շատ խաղեր կամ ավելի փորձառու եմ, բայց այդ պատասխանատվությունը միշտ էլ իմ մոտ եղել է բարձր մակարդակի վրա, յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է զգա, թե վերաբերվում է դաշտի մեջ, թե դաշտից դուրս այդ իրավիճակներին, դրա համար իմ մոտ այդ պատասխանատվությունը առաջի օրվանից մինչև այսօր չի էլ փոխվել։ Ամեն խաղից հետո էլ խոսում ենք, քննարկում ենք, հիմնականում ավելի շատ ուշադրություն ենք դարձնում ինչ կարելի ավելի լավ անել։ Ֆուտբոլային կարիերայում էլ ես գտնում եմ, որ շատ է ինձ օգնել իր խորհուրդներով։ Չգիտեմ, բառեր չեմ գտնում, ասեմ, անի որ իր բառեր ավելորդ են նկարագրելու։ Option ասքան։